Ողջույն իմ սիրելի հետևորդներ, եւ այսպես կոդ բալանսն է եթերում։ Ես Արմինե Գրիգորյանն եմ, նեյրոֆիզիոլոգ, ինչպես գիտեք, շնչառության եւ էկո համակարգերի մասնագետ, հեղինակ եւ Aeroflex Wellness կենտրոնների հիմնադիր տնօրեն արդեն 22 տարի։ Եվ այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր ոլորտի մասին, դա գեղեցկությունն է մեր կյանքում։ Ինչպես պահպանել գեղեցկությունը, ինչպես վերականգնել եւ գիտեք այսօրվա ժամանակակից ստրեսային կյանքում ինչքան կարեւոր է արագ արդյունքներ ստանալը։ Գիտեմ, բոլորս շտապում ենք եւ ուզում ենք հենց այստեղ, հենց այսօր լինել առողջ, գեղեցիկ, հարուստ, բախտավոր։ Եվ իմ հյուրն է դոկտոր Լուսինե Ավետիսյանը, բժիշկ կոսմետոլոգ, ով աշխատում է արդեն էսթետ ոլորտում բազմաթիվ տարիներ, մեծ փորձով։ Եվ այսօր խոսելու ենք հենց այդ արագության, էֆեկտիվության մասին, բայց որ ամեն ինչ լինի ներդաշնակության բալանսի մեջ։ Ողջունում եմ Լուսինե ջան, կուզենայի նշես, ինչ ես համարում գեղեցկությունը, որն է գեղեցկությունը, արտաքին եւ ներքին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ Արմինե ջան հրավերի համար։ Ես համարում եմ, որ գեղեցկությունը դա առաջին հերթին ներդաշնակությունն է եւ որ ցանկացած պարագայում պահպանվում է դիմագծերի ներդաշնակությունը, բնականությունը եւ ամենակարևորը կնոջ համար դա ինքնավստահությունն է, երբ կինը լինում է ինքնավստահ, նա ճառագում է իր գեղեցկությամբ։ Այսպեսի մի բան եմ նկատել, Լուսինե ջան, որ երբ գնում ես Վարշավիրանոց թեկուզ կամ մատնահարդարի մոտ, ինչպես ես թեթևանում, ինչպես ես ինքնավստահ դառնում իրոք, եւ կարծես փոխվում է քո կյանքի որակը ու մոտեցումը։ Եւ հիմա հասկանում եմ, որ դուք որպես բժիշկ կոսմետոլոգով աշխատում եք ինյեկցիոն մեթոդներով, չէ՞, եւ հիմա մի փոքր պատմեք, ինչպես եք կարողանում այդ ներդաշնակությունը պահպանել ինյեկցիաների օգնությամբ, հա, ինչպես կարող է կինը այդպիսի ինքնավստահություն ձեռք բերի ձեր շնորհիվ։ Երբ սկսվում են տարիքային փոփոխությունները, մենք կանայքս սկսում ենք խուճապի մատնվել եւ ցանկացած նույնիսկ մի փոքր թերությունը, որը մենք ենք համարում թերություն, կարող է կոմպլեքսավորել եւ արտահայտվել մեր ինքնավստահության վրա։ Որպես էսթետիկ բժշկության ոլորտում աշխատող բժիշկ այնպես է լինում, որ նույնիսկ մի թեթև կատարելով աննշան թեկուզ, հա, բայց ներդաշնակ եւ բնականության սահմաններում միջամտություն, մենք կարողանում ենք կնոջը վերադարձնել իր ինքնավստահությունը, որպեսզի նա իրեն ավելի զգա համարձակ ու կայացած։ Ես իմ սիրած հարցը այս ոլորտի, քանի որ գիտեք, ես ավելի շատ բնական մեթոդների սիրահար եմ եւ ոչ ինյեկցիոն, բայց ամեն դեպքում կան դեպքեր, որ անհնար է առանց այդ միջամտումների, բայց ես տեսնում եմ, որ շատ երիտասարդներ ցավոք նույնատիպի դեմքեր են ստանում։ Այդ ինչ եք ասում այդ մասին, կամ ինչ եք մտածում դուք։ Տեսեք, ամեն մարդ անհատականություն է եւ ունի իր դիմագծերը, իր դիմագծերի ներդաշնակությունը, ստանալ նույնանման դեմք դա այդքան էլ ուրեմն էսթետիկ նկատի ունեմ, տեսեք, շրթունքների ձևը գրեթե նույնն է լինում, այդ ոսկրերի ձևը, հա, շատերին, երիտասարդ աղջիկներին նայում ես, նու կամ թեկուզ որ գնում են նույն քիթն են վիրահատում, նույնատիպի են դարձնում, չգիտեմ, մեծ մասի հետ երբ զրուցում եմ իմ շրջապատում, ասենք միջին եւ բարձր տարիքով չի գնում այդպիսի միջամտությունների, ասենք, միշտ ասում են, որ այս ինչ են դարձել, բոլորին չկա այն ներքին խարիզման, չկա այդ ինքնատիպությունը եւ բոլորը միանման դեմքեր կարծես լինեն։ Իսկ ես կասեմ մի այսպեսի բան, գոյություն ունի թրենդային լուծումներ եւ գոյություն ունի, ասենք,
էսթետիկ ինչ որ դեֆեկտը շտկելու կամ տարիքային փոփոխությունների հետ գրավիտացիոն պտոզի առաջացրած այդ դեֆեկտը շտկելու ուրեմն հնարավորություն դա կախվելն է, իջնելն է, հա, մեր ֆասցիաների մկանների այդ դեպքում մենք վերականգնում ենք բնական դիմագծերը եւ վերականգնում ենք ներդաշնակությունը դեմքի, այսինքն հետ ենք վերադարձնում այն նախկին տեսքը, որը որ խաթարվել է տարիների ընթացքում, իսկ թրենդայինը դա այն է, երբ արժի կամ չարժի անում են այդ միջամտությունը։ Այս հենց դրա մասին է։ Օրինակ ավելացնում են այտոսկրերի ծավալը, որը չարժի անել, եթե օրինակ նայենք երիտասարդ աղջիկ է, ուղղակի թրենդի հետևից է գնում եւ ուզում է ավելացնել այտոսկրերի ծավալը։ Այդ դեպքում արհեստական է ստացվում ամեն ինչ։ Ճիշտ է, լրիվ սինթետիկ դեմքեր են։ Այո։ Ես ուզում եմ խոսել նաև որպես ֆիզիոլոգ ներքին ազդեցության վրա։ Այդ նյութերը, որոնք օգտագործվում են էսթետիկ կամ բժշկական կոսմետոլոգիայում, որքան է նրանց վտանգավորության աստիճանը, ինչպիսին պիտի լինի մասնագետը, որ չվնասի, ես հենց դրա հետ կապված լսել եմ բազմաթիվ կարծիքներ եւս։ Ամեն դեպքում մասնագիտական պրոֆեսիոնալիզմը ինձ թվում է պետք է առաջին տեղում լինի։ Այո, միանշանակ։ Տեսեք, ինչ կապված է նյութերի հետ, գոյություն ունեն շուկայում եւ էժանագին եւ ավելի եվրոպական ավելի որակյալ պրեպարատներ եւ այդ նյութերը բժշկական կենտրոնները եւ այլն ձեռք են բերում հենց մասնագիտացված, հա, ներկրողներից, որոնք ներկայացնում են այդ նյութերը, այդ դեպքում դրանք կլինեն անվտանգ եւ անչափ կարեւոր է այդ նյութերի կիրառումը ճիշտ, բալանսավորված եւ էսթետիկ ճաշակով։ Ամեն դեպքում մենք գիտենք բազմաթիվ կետեր կան, նուրբնյարդային վերջույթներ կան դեմքի վրա, որի վրա ինչ որ վնասակար հանկարծ կետի կպար ու կարող ես, գիտեմ, այն նույնիսկ այդպիսի հիմա հեռուստահաղորդումներ եմ տեսնում, պլաստիկ վիրաբուժության կամ հենց կոսմետոլոգիայի կողմից տուժած դեմքեր, որոնց մասին ինձ թվում է պետք է միշտ գիտակցված ինֆորմացիա տրվի հենց մեր երիտասարդությանը, որպեսզի չգնան այդ քայլերի առանց ճիշտ խորհրդատվության։ Այո, եւ այստեղ ես չասացի ձեր հարցի պատասխանը, այսինքն շարունակությունը, որ բժիշկը հենց այդ որպեսզի չվնասեն պացիենտին, հա, բժիշկը պետք է լինի կիրթ իր մասնագիտության մեջ, մշտապես կատարելագործի իր հմտությունները, իր գիտելիքները եւ այդ դեպքում պացիենտը կլինի հուսալի ձեռքերում։ Լրիվ համաձայն եմ, որտեղ ցանկացած ոլորտում այսօր ժամանակ այնքան առաջ է վազում, պետք է միշտ վերապատրաստես, որ լինես համահունչ կյանքին։ Լավ, եկեք մի երկու խոսք ձեր կյանքում բալանսը։ Որքան ռեսուրս ու էներգիա եք ծախսում ձեր աշխատանքի վրա, Լուսինե ջան։ Իմ աշխատանքը իմ հոբին է, իմ մանկության երազանքն է, որը որ ես ռեալիզացրել եմ։ Ես սիրում եմ զբաղվել իմ աշխատանքով, որովհետև ես ստանում եմ էսթետիկ հաճույք, քանի որ պացիենտը, որ գալիս է մեկ տրամադրությամբ, գնում է մեկ այլ տրամադրությամբ եւ նրա, չգիտեմ, շնորհակալական խոսքերը կամ նրա հենց այդ գնահատականը թևեր են տալիս եւ մղում են, որ դու ավելի առաջ շարժվես։ Այսինքն շատ ենք աշխատանքի մեջ, թե ամեն դեպքում դա հոբի է։ Եվ հոբի է, եւ շատ լուրջ եմ վերաբերվում իմ աշխատանքին։ Իսկ հոգնում եք։ Ոչ, իմ աշխատանքից չեմ հոգնում։ Սիրում եք եւ մեր տեղում ենք չենք հոգնում, չէ՞։ Լավ, ասացիք, որ արդեն վերապատրաստումներ անընդհատ եք իրականացնում, այսինքն ինքնազարգացմանը միայն մասնագիտական առումով եք գնում, թե կան էլի հոբիներ։ Ոչ միայն մասնագիտական, կան այլ հոբիներ, զբաղվում եմ սպորտով, շուտով կզբաղվեմ նաև պարարվեստով, որը նույնպես իմ հոբին է։ Ինքնակրթվելը ցանկացած տարիքում շատ կարևոր է, քանի որ այն չի թողնում, որ մարդ այսպես ծերանա։ Ճիշտ է։ Ինքնակրթվածությունը նաև միջավայրում է երևում։ Բնականաբար։ Այո, եւ դա շատ կարեւոր է։ Մենք շփվել ենք տարբեր բիզնես հարթակներում եւ գիտեմ, որ միշտ ակտիվ մասնակցում եք նաեւ այդպիսի նետվորքինգային ծրագրերի։ Իսկ ընտանիքը իմ համար նույնպես շատ կարեւոր է։ Ես ունեմ երեխաներ,
Ես գտնում եմ ժամանակ եւ աշխատանքի եւ ընտանիքի համար եւ հենց այդտեղ է կայանում բալանսը, ներդաշնակությունը, որ պետք է պահել, այսինքն կարողանանք կառավարել մեր ժամանակը եւ բաշխել այնպես այդ ժամանակը, որ ոչ մի ասպեկտ չտուժի մեր կյանքում, զբաղվենք եւ մեր մասնագիտությամբ, աշխատանքով եւ ընտանիքով եւ հոբիներով, իսկ ինչ կասեք ֆինանսների մասին։ Արդյոք փող աշխատելը ձեր համար կյանքի կարևոր, sense համար առաջին գործն է։ Գիտեք, դա նույնպես շատ կարևոր գործ է, սակայն այդ գործը երբ որ անում ես, այդ գումարը որ վաստակում ես, նա պետք է լինի այսպես հալալ։ Վայելես։ Այո, պետք է այնպես լինի, որ դու հասկանաս, որ դու այդ գումարը վաստակել ես այն պարագայում, երբ որ ինչ-որ մեկին տվել ես քո գիտելիքը, քո օգնությունը եւ այդ գումարը արդեն այնքան քաղցր է լինում, որ չգիտեմ։ Քո աշխատածը հեշտ է ծախսում, քո աշխատածը վայելում ես ավելի ճիշտ չէ։ Այ սովետական միության ժամանակ այդ բանը կար չէ, որ փողը կեղտ է, փողի հետևից պետք է չգնաս եւ դա նույնիսկ համարվում են ռադավի տոհմական եկող ինչ որ ծրագրեր, որոնք կարող են չթողնել, որ մարդը հիմա փող աշխատի։ Այդ ժամանակները անցել են արդեն, ճիշտն ասած, հիմա գումար աշխատելը այնքանով է կարևոր, որ ցանկացած հարց լուծելու համար իհարկե ֆինանս է պետք, գումար է պետք, նայած թե այդ գումարը ոնց է աշխատում։ Այո։ Եվ ձեր հանգիստը ինչպես է կազմակերպում։ Ճիշտն ասած, հանգիստ որպես այդպիսին, որ ասեմ, շատ եմ գնում հանգստի, չի ստացվում ուղակի գնալ, որոշակի տոնական միջավայրեր։ Չէ, տոնական այդ օրերին եւ այլն կարողանում ենք կազմակերպել ընտանիքի հետ հանգստյան օրեր։ Օրվա ընթացքում հանգստանում եք։ Օրվա ընթացքում հանգստանում եմ երեկոյան։ Ինչպես։ Ուղղակի երևի գիրք կարդալով։ Այսօր գիրքել ենք կարդում դա։ Այո։ Շատ լավ։ Բայց այնպես որ ասեմ օրվա ընթացքում հանգստանում եմ ոչ։ Աշխատանք, հետո սպորտ, հետո չգիտեմ, հետո կարող եմ մի այլ բան։ Որտեղ եք վերականգնվում, որտեղ եք ստանում ձեր էներգիայի աղբյուրը։ Էներգիայի աղբյուրը դա իմ աշխատանքն է, ավելի շուտ, ինչու եմ այդպես ասում, որովհետև իմ առօրյան մշտապես հագեցած է իմ աշխատանքով, պացիենտների հետ շփմամբ, հետո աշխատավայրում կոլեկտիվի հետ շփմամբ եւ այսպես շարունակ։ Հասկացանք։ Ամեն դեպքում հիմա հանգիստը իմ ընտանիքի ներսում է երեկոյան, երբ որ ես արդեն շփվում եմ իմ երեխաների եւ ընկերական միջավայրում։ Ինչպիսին եք, որքան ժամանակ եք ծախսում, նվիրում ընկերներին։ Դե ընկերներ շատ չունեմ, ես ունեմ շատ ընտրված ընկերներ, ընկերուհիներ, որոնց հետ շփվում եմ եւ փորձում եմ լինել մաքսիմալ ազնիվ եւ ջերմ իմ ընկերների հանդեպ պատրաստակամ օգնելու իսկ ընկերական միջավայրում հանդիպումներ փորձում ենք կազմակերպել որքան էլ որ սուղ լինի ժամանակը հենց թեկուզ միայն շփվելով ինտերնետի հարթության մեջ կամ ինչ որ մի տեղեր այցելելով կարողանում ենք պահել այդ կապը Այդպիսի մի կարծիք կա, որ երբ ընկերուհիների հետ ժամանակ անցկացնում կինը, բավականին լուրջ էներգիա է վերականգնում։ Հա, այսպիսի հետազոտություններ են արվել, այնպես որ պետք է փաստորեն ամսվա մեջ դրան էլ ժամանակ տրամադրել, եւ ուզում եմ հիմա մենք միասին լրացնենք մեր թեստը, մեր ներդաշնակության անիվը։ Տեսնում եք Լուսնե ջան, 1-ից 10 բալանոց համակարգով տարբեր ոլորտները մեր կյանքի նշված են հանգիստ, ֆինանսներ, աշխատանք, ինքնազարգացում, ինչի մասին խոսեցինք, ընտանիք, հարաբերություններ։ Փորձեք ըստ միանգամայն անկեղծ տեսնել որ ոլորտին ինչքան էներգիա եւ ռեսուրս եք տրամադրում ձեր կյանքում։ Եվ կետ եք դնում այդտեղ, հետո այդ կետերը այսպես իրար ենք միացնում։ Սիրելիներս, ասեմ, որ մենք հիմա աշխատում ենք բացահայտել ձեզ համար ձեր ներքին ներդաշնակության հասնելու բանալին։ Այսինքն ինչպես կարող եք լինել կյանքում ավելի առողջ, ավելի ֆինանսապես հաջողակ, գեղեցիկ, ինչպես կարելի է ինքնազարգացմամբ զբաղվել կամ սպորտով հարաբերությունները ճիշտ ունենալ ընտանիքում եւ միջավայրում։
Եվ այդ ամենը փորձում ենք ձեզ ներկայացնել մեր տարբեր հերոսների ու հյուրերի հետ միասին։ Մենք միշտ հրավիրում ենք, ես կասեմ, բավականին հետաքրքիր տարբեր մասնագետներ, ովքեր իրենց կյանքում հասել են բազմաթիվ արդյունքների, հաջողությունների, անցել են փորձերի ճանապարհով, վերելքներ, ինչպես նաև վայրեջքներ, բայց հետո գտել են իրենց տեղը։ Ես խոսելու եմ տարբեր տարիքային խմբի մարդկանց հետ, տարբեր ոլորտներից, եւ մենք միասին կգնահատենք, թե ով ինչպես է իրականացնում իր հանգիստը, իր բալանսը, իր առողջությունը։ Իհարկե ես որպես առողջության մասնագետ գիտեմ, որ ամեն ինչ սկսվում է ներքին բալանսից, ֆիզիկականից եւ հետո միանում է հոգեվոր, հոգեկան, մյուս ոլորտները։ Բայց իհարկե չի կարելի բացառել մյուս մնացած կետերը։ Լուսինե ջան, ստացվեց լրացնել։ Այո։ Ստացվեց մեզ մոտ պատկեր։ Ցույց տանք էկրանին, բավականին հետաքրքիր է, իհարկե մեծ մասը ինձ թվում է աշխատանքն է, չէ՞, էլի տարել։ Քանի որ Լուսինեն նաև հանգստանում էր աշխատանքում, բնական էր, որ իր անիվը պիտի մի քիչ ծռված լիներ աշխատանքի կողմ։ Դուք էլ կարող եք սիրելիներս գտնել ահա այսպիսի անիվ եւ ինքներդ լրացնել ձեզ համար։ Ինքներդ կարող եք գծել ու գրել աշխատանք, ֆինանսներ, առողջություն, ընտանիք, հարաբերություններ, հանգիստ, ինչներ մեզ մոտ հոգեվոր կյանք եւ ինքնազարգացում։ Ահա մեզ մոտ այսօր այս 8 ոլորտներ։ Եվ այսպես մեր հյուրն էր բժիշկ կոսմետոլոգ Լուսինե Ավետիսյանը։ Լուսինե ջան, ինչպես ձեզ կարող են գտնել Instagram-յան սոցհարթակներում։ Instagram-յան հարթակում ինձ կարող են գտնել հետևյալ հղումով Dr. Avetissian տակի գծիկ Լուսինե։ Ինձ թվում է հասկացանք, ովքեր լավ չհասկացան, հետ են տալիս YouTube-յան ձայնագրությունը եւ նորից նայում։ Սիրելիներս, ասեմ, որ դոկտոր Լուսինեն այն մասնագետներից է, ով կարողանում է գրագետ եւ ճիշտ մոտեցում ցուցաբերել տարբեր տարիքային խնդիրների դեպքում եւ ինձ թվում է, որ կհասկանաք, որ եթե կան խնդիրներ ներսից, պետք է դրանք լուծել, հետո դիմել կոսմետիկ խնդիրներին։ Եվ ամեն ինչ չբարթել միայն բժշկի կամ մասնագետի վրա, այսինքն ինքներդ պատասխանատու լինեք դրա մասին։ Եվ մեր հաջորդ հյուրը ահա այդպիսի հյուր է լինելու եւ խոսելու է հենց հետաքրքիր ներդաշնակության եւ պատասխանատվության սահմանների մասին։ Սա ուղղակի ձեզ հիշեցում, որ հաջորդ հաղորդումը բաց չթողնեք։ Շնորհակալ եմ մեկ անգամ եւս Լուսինե ջան։ Սպասում ենք ձեր զանգերին, ձեր գրառումներին մեր YouTube-յան էջերում։ Եվ կարող եք գտնել Aeroflex բոլոր սոցհարթակներում մեր կենտրոնը եւ բոլոր տեղերում ինչպես կարող եք առցանց մեզ հետ կապնվել, եթե ուզում եք դառնալ իմ հյուրը, եթե հարցեր ունեք մեր հյուրերին, մենք սիրով կտրամադրենք նաեւ նրանց կոնտակտները։ Չեք մոռանում սեղմել կոճակը եւ գրանցվել մեր էջին, եթե դեռ չեք գրանցվել, որովհետեւ միշտ Aeroflex Arm էջում կամ Aeroflex Wellness էջում դուք հանդիպելու եք մեր հետաքրքիր ոդկասթները։